Հայաստան հեռուստատեսության եթերում լուրերի թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր ընտանիքի միջազգային օրն է, ինչպես նշեցին այդ տոնը Հրազդանի համար 8 մանկապարտեզում։ Ընտանիքի միջազգային օրը սահմանվել է 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացել է 2011 թվականին ազգային ժողովի որոշմամբ։ Հրազդանի համար 8 մանկապարտեզի դաստիարակչուհի Սվետլանա Հարությունյանի միջին առաջին խմբի սաները յուրովի ներկայացրեցին սերը ծնողների հանդեպ, իրենց երգով, ասմունքով, պարով, խաղերով հիացրեցին ներկաներին։ Մանկապարտեզի վարիչ Ալա Մարտիրոսյանը մեծ հետ զրույցում նշեց, որ կարևոր են նմանատիպ միջոցառումները եւ տոները, քանի որ ընտանիքը բնության հրաշքներից մեկն է։ Բոլորս գիտենք, որ մեր պետության ամրակայությունը հիմքը դա ամուր ընտանիքն է։ Ընտանիքը որպես հասարակության հիմնական տարր եղել եւ մնում է մարդկային արժեքների մշակույթի պահպանողը։ Ի վերջո ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է։ Հրազդանի 14 դպրոցում միջոցառում առաջի B դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Դասարանի դասվար Մետաքսիա Հունանյանի աշխատանքի շնորհիվ փոքր դասարանի աշակերտները կարողացան հանդիսատեսին փոխանցել իրենց բարի գեղեցիկ ներկայացումը։ Դպրոցի տնօրեն Անդրանիկ Բավեյանը իր խոսքում նշեց, թե պետք փոքր են աշակերտները, սակայն կարողացան հավուր պատշաճի ներկայացնել այս գեղեցիկ միջոցառումը։
Սիմոնյանները փորձում են բարձել Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միությունում։ Ակնկալվում է, որ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միությունը Վիետնամի հետ կստորագրի բաց առևտրային գոտու մասին պայմանագիր։ Այս մասին այսօր Երևանում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ նախարար Անդրեյ Սլեպնյովը, հպարտությամբ նշելով, որ դա կլինի միության առաջին արտաքին պայմանագիրը։ Մյուս ոլորտներում տնտեսական դաշինքի ցուցանիշներն առանձնապես ոգևորիչ չեն։ Ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունը նվազել է, ներդրումները պակասել, խոստովանում է Սլեպնյովը։ Если мы посмотрим на цифры, Եթե նայենք թվերին, կտեսնենք, որ եւ Չինաստանի հետ, եւ Եվրամիության, եւ մեր ներքին առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 10%-ով, տեղի է ունենում հորիզոնական իջեցում բոլոր ուղղություններով, որը պայմանավորված է արժեզրկմամբ, պահանջարկի անկմամբ, ոչ այնքան լավ ներդրումային կանխատեսումներով, ինչպես ասում են, փախչելու տեղ չկա։ так что здесь, как говорится, деваться некуда. Անկեղծ ասում եմ, ինչպես որ կա, շարունակում է Սլեպնյովը, լավ վիճակում չենք, իսկ առևտրաշրջանառության այսպիսի կտրուկ անկմանը պետք է արձագանքել հատուկ քաղաքականությամբ։ Сейчас, значит, надо как-то совместно выбираться. Պետք է այս իրավիճակից միասին դուրս գալ։ Կարծում եմ համագործակցության եւ արտաքին շուկաներ դուրս գալու մեր համատեղ ջանքերի շնորհիվ մենք արդյունքում կունենանք ավելի լավ առևտուր ու տնտեսություն։ В результате получим более качественную торговлю и экономику. Մինչ Եվրասիական տնտեսական միությունում փորձում են հասկանալ, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, ԵՏՄ-ի հանձնաժողովի հայաստանցի ներկայացուցիչները այդ միությանն անդամակցելուց 5 ամիս անց դեռ ջանքեր են գործադրում պարզելու, թե որը կարող է լինել Հայաստանի դերը նոր միությունում։ Ընդհանրապես պետք է հասկանալ իսկ որն է Հայաստանի դերը այս միության մեջ։ Աշխատանք է պահանջում։ Մենք կոնկրետ աշխատում ենք այն առաջարկությունների վրա, որը կներկայացնենք նաև մեր գործարամայնքին եւ մեր Հայաստանի ղեկավարությանը, ինչպես ենք մենք տեսնում այդ հնարավորությունները։ Իսկ հարցին, թե ծանոթ է արդյոք հայաստանյան քաղաքական որոշ ուժերի եւ փորձագետների տեսակետին, որ Կրեմլի նախաձեռնած միությունն իրականում քաղաքական է ու տնտեսական օգուտներ Հայաստանին չի բերի, Ռոբերտ Հարությունյանն արձագանքեց։ Գիտեք ոնց է, երբ այդ բացական վերաբերմունք, երբ որ դու մի բան սպասում ես, այլ բան ստանում ես։ Իրականում սա խնդիրը դրա մեջ է։ Կարևորը որ ցանկությունը բոլոր երկրների կողմից այդ ինտեգրացիոն process-ների իրականացման մեծ է։ Հանձնաժողովը այս պայմանությամբ իրականացնում է, տարեկան իրականացնում, բայց վերջերս մեկ անգամ եւս իրականացրել է այսպես կոչված խոչընդոտների ուսումնասիրություն, թե ինչն է խանգարում այս պայմանությամբ ինտեգրացիա ավելի խորը ինտեգրացիա։ ԵՏՄ-ի մյուս երկրների հետ տնտեսական ինտեգրման հարցում Հայաստանի համար ամենամեծ խոչընդոտը ընդհանուր սահմանի բացակայությունն է, կարծում է գործարար Ռոբերտ Հարությունյանը, ով աշխատում է թեթև արդյունաբերության ոլորտում։ Մեծ խնդիրների առաջ ենք կանգնում արտահանման ժամանակ նաև վերացական սահմանում։ Թե Վրաստան մտնելիս տրանզիտ գոտում, թե Վրաստանից դուրս գալիս դեպի Ռուսաստան։ Այդ խնդիրները ինչ որ կախված է Հայաստանի ու Ռուսաստանի հետ կլուծվեն, որտեղ համատեղ են մտածում այդ մասին, բայց ինչ որ վերաբերում է Վրաստանին, որ հանդիսանում է երրորդ կողմ եւ շահագրգռված չի այդ հարցում, չեմ էլ կարող ասել դրա ուղղությամբ երևի կառավարությունները պետք է հատուկ աշխատանք կատարեն։ Թեև Հայաստանի իշխանությունները լավատես են, թե Հայաստանը կգտնի այդ միությունում իր տեղը եւ անգամ կարող է դառնալ ԵՏՄ-ն մերձավոր արևելքին կապող կամուրջ, հագուստ արտադրող ընկերության ղեկավարը նկատում է, որ ԵՏՄ-ում Հայաստանի գործարարները մրցունակ չեն, քանի որ երկաթուղու բացակայության պատճառով ապրանքը միության մյուս երկրներ հասցնելու համար մեծ գումարներ են ծախսվում։ Հանձնաժողովը հոսանքը բանակցելու հայտը դեռ վարույթ չի ընդունել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի շտապում հիմնավոր համարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու Հայաստանի էլեկտրական ցանցերի հայտը։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ասաց, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությունը, թե թանկացումը ամբողջությամբ հիմնավորված է, ինքը չի լսել։ Ասում է, որ ավելի քան հիմնավորված են այսօրվա հայտերը։ Ավելի քան հիմնավորված է ում համար։ Ես չգիտեմ ում համար։ Ամենայն դեպս ոչ մեր կառույցի համար։ Նազարյանը ասաց, որ հեցի հայտը դեռ վարույթ չեն ընդունել։ Ետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային։ Օրինակ, ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով էր ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ազգային ժողովի պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի էլեկտրական ցանցերում։ Երեկվա ասուլիսում էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ թանկացման
պատճառներից է ռուսական ընկերության վատ կառավարումն ու գողությունը։ Մասնագիտությամբ իրավաբան պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, իրավական տեսանկյունից սա հաղորդում է հանցագործության մասին։ Գողությունը եղել, բռնեք դատեք, գողոնը հետ բերեք։ Պարզա չէ, մենք տեսնում ենք, չէ, ովքեր են այդտեղ ինչ պաշտոններ զբաղացնում եւ ինչ կյանքով են ապրում, ինչ տներ են կառուցում, որտեղից են կառուցում։ Վերցնենք աշխատավարձը նայենք, եկամուտները նայենք այդ մարդու ու տեսնենք նա ինչ ծախսեր է կատարում, ասենք ոնց է դա տեղի ունենում։ Ի տարբերություն Մարուքյանի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը ստուգումներ սկսելու կոչ չի անում, անիմաստ է։ Գողացողներն են իրենք իրենց համար դիմեն դատախազություն։ Պատգամավորի համար միակ ողջունելի փաստն այն է, որ պետական պաշտոնյան ընդունում է Հայաստանի էլեկտրական ցանցերում գողություն է կատարվել։ Սակայն թերահավատ է, որ դրանից հետո անգամ ինչ-որ բան կփոխվի։ 1 տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ նույն իրավիճակն էր։ Այս նույն հեքիաթը պատմում էին անցած տարի այս ժամանակ՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին։ Ասեցին համակարգը մեռնում է, ոչինչ անում է, վարկերը, պարտքերը, կորուստները, գնացինք թանկացման, 40% թանկացրին։ Եվ իրենք ասում փրկվեցին, այդ խնդիրները լուծվեց։ 8 ամիս չի անցել, այ ձեր խիղճը գա։ Ինչ տեղի ունեցավ, որ այս 8 ամսվա մեջ նույնքան պարտք կուտակվեց, ինչքան երեք լացեիք լինում հուլիսին անցած տարվա կամ հունիսին։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ բազմաթիվ հարցեր ունի, բայց գլխավորը մեկն է. ինչու պետք է Հայաստանի քաղաքացին վճարի իր խոսքով մի խմբակի կատարած գողության համար։ Իդեպ նա ասաց, որ վաղուց ցանկանում է այցելել այդ խմբակի գրասենյակներ։ Ես ինքս չեմ այցելել, բայց այցելողները պնդում են, որ այդ գրասենյակները իրենց շքեղությամբ շատ քիչ են զիջում, օրինակ ասենք Վերսալին կամ Էրմիտաժին։ Կողոպուտից ու թալանից բացի ըստ ընդդիմադիրների էլեկտրական ցանցերը նաև բարեգործություն է արել։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով սա աբսուրդ է։ Կարծում եմ փորձ է արվել ցույց տալ, որ մենք որպես բիզնես սոցիալական պատասխանատվություն ունենք, բայց դա աշխարհում ընդունված բան է այն դեպքում, երբ որ բիզնեսը հաջողակ բիզնես է եւ նա ըստ էության շահույթով է աշխատում եւ ոչ թե վնասով, այստեղ ուղղակի ծիծաղելի է։ Չնայած կորուստների ու գողության մասին էներգետիկայի նախարարի երեկվա հայտարարությանը հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս չշտապել։ Ասում է նման հայտարարությունների համար հիմնավորումներ են պետք, բայց ընդունում է, որ հեծում թերացումներ կան։ Արդյոք հարցով կսկսեն զբաղվել իրավապահները, այսօր պարզել չհաջողվեց։ Գլխավոր դատախազության մամլոխոսնակը օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։ Հրազդան եւ Նարեկ հեռուստաընկերությունների համագործակցության շնորհիվ մեր հաղորդումները դիտում են Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Բյուրեղավան քաղաքներում, շրջակա բնակավայրերում, ինչպես նաեւ այն հասանելի է Աշտարակ, Արմավիր, Էջմիածին քաղաքներում, Երևանի Քանաքերզեյթուն համայնքի բնակչությանը։ Նաեւ սկսել է գործել Հրազդան հեռուստատեսության թեժգիծը 20292 094 98 88 14 հեռախոսահամարներով։